Թեև բազմաթիվ կազմակերպություններ անհրաժեշտ էին համարում ապահովել նոր ընտրական օրենսգրքի մշակման աշխատանքների թափանցիկությունը, քաղաքացիական հասարակության բոլոր հնարավոր դերակատարների և քաղաքական կուսակցությունների ներգրավվածությամբ պատկան մարմինները գաղտնի էին պահել օրինագծի պատրաստ լինելու փաստը, և այն հայտնի դարձավ միայն Վենետիկի հանձնաժողովի կայքում հրապարակվելուց հետո։ Այսուհանդերձ ընտրական օրենսգրքի նախագծի հեղինակները վստահեցնում են, թե սա ընդամենը հենք է, որը հնարավորություն է տալիս սկսել հանրային քննարկումները և չի լինելու որևէ առաջարկություն, որը ուշադրության չի արժանանալու։ Ընտրական օրենսգրքի նախագծի մասին ենք զրուցելու Ազատություն ռադիոկայանի տեսակետների խաչմերուկ հաղորդաշարի այսօրվա հյուրերի, Ազգային ժողովի պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՀՀԿ խորհրդի անդամ Հովհաննես Սահակյանի և Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ ՀԱԿ վարչության անդամ Վլադիմիր Կարապետյանի հետ շնորհակալ եմ, որ ընդունել եք մեր հրավերը։ Ես ուզում եմ ուշադրություն դարձնել նախ այս նախագծի ստեղծման մշակման պատմության վրա։ Ես հիշեցնեմ, որ իրազեկ քաղաքացիների միավորում կազմակերպությունը հարցում էր ուղարկել Արդարադատության նախարարություն և նախարարությունը փետրվարի 23-ին պատասխան գրությամբ տեղեկացրել էր, որ այդ նախագիծը գտնվում է մշակման փուլում և աշխատանքները ավարտելուն պես կդրվի հանրային քննարկման, մինչդեռ պարզվում է, որ արդեն դրա նախորդ օրը, փետրվարի 22-ին Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական կայքում արդեն իսկ տեղադրվել էր անգլերեն տարբերակը։ Ինչպես եք սա գնահատում, պարոն Կարապետյան։ Մեզ համար նորություն չի, որ նման կերպ է իշխանությունը վարվում, մի ճյուղը, մի թևը մի հայտարարություն է անում, որը չի համապատասխանում իրականությանը։ Ես միանում եմ հասարակության տարբեր շերտերի այն դժգոհությանը, որ արտահայտվել է այս գործընթացի գաղտնի սկսելու առնվազն վերաբերյալ, և կարծում եմ, որ լավ կլինի, որ պարոն Սահակյանը, որ ստեղ ներկա է, բացատրի, թե ինչու է այդպես ստացվել։ Իսկ ինչ վերաբերում է իմ գնահատականին, ես պարզապես այդ օրենսգրքի վերաբերյալ ուզում եմ հիշեցնեմ, որ այն ինչ կոնտեքստում է պատրաստում, դա հանրաքվեից հետո ստեղծված իրավիճակն է, բազմաթիվ խախտումների մասին, թե Հայ ազգային կոնգրեսի, թե հասարակության ներկայացուցիչների, թե ՀԱԿ-ի, Եվրոպայի խորհրդի, Եվրոպական միության պատվիրակության մի քանի հայտարարություններ են, որտեղ կոշտ քննադատություն կար, և ամենակարևորը կար կոչ իշխանություններին անել համապարփակ քննարկումներ վստահությունը բարձրացնելու, թե ինչքանով է վստահությանը բարձրացնելու նպաստում նման կերպով օրինագծի պատրաստումը, ինձ էլ է հետաքրքիր լսել։ Պարոն Սահակյան, ուզում եմ նաև անդրադառնալ այն փաստարկին, որ խախտվել է նաև իրավական ակտերի մասին օրենքով նախատեսված հրապարակման և հանրային քննարկումներ կազմակերպելու օրենսդրական պահանջը, ըստ որի նախագիծը մշակող մարմինը կազմակերպում է նախագծի վերաբերյալ հանրային քննարկումներ իր կայքում հրապարակելու միջոցով, սակայն կառավարության նիստի օրակարգում նախագիծը ընդգրկվելու պահի դրությամբ անգամ այն հասանելի չի եղել ոչ Արդարադատության նախարարության, ոչ էլ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կամ Ազգային ժողովի կայքերում։ Շնորհակալություն։ Պարոն Կարապետյան, իսկապես այստեղ եմ, որ բացատրեմ ձեզ և հույս ունենալով, որ այս բացատրեց, դե դուք եք ասում, ես ասում եք մեզ բացատրի, ինձ բացատրի, փորձում եմ բացատրեմ ձեզ և այն մտահոգ հանրությանը, վստահ եմ հանրությունը արդեն իսկ ընկալել է, հասկացել է, հույսով եմ հաղորդումից հետո դուք եք ընկալեք և կհասկանաք։ Կարևորը այստեղ ընտրական օրենսգրքի վերջնարդյունքն է։ Ես չեմ ուզում հերքել կամ, չգիտեմ, պաշտպանվել ձեր բերած այն փաստարկների հետ, որ իսկապես պետք է լիներ կայքեջում։ Խախտում եղել է։ Ընթացակարգային խախտում եղել է, չեմ վիճում, բայց մենք խոսում ենք ժամկետի։ Եթե թույլ տաք խոսեմ, մի բառ էի ասում, պարոն Սահակյան։ Ընթացակային խախտումներ իսկապես եղել էին, դա փաստաթուղթ է, դա իրավական ակտերի մասին օրենքն է, նախագահի հրամանագիրն է եւ այլ, որը մեկը չի կարող շղթել։ Սրա մասին խոսել է նաեւ
կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար պարոն Դավիթ Արությունյանը բարձաբանել է, փորձել է ներկայացնել իրավիճակը, որը ստեղծվել էր ընտրական օրենսգրքի նոր նախագծի շուրջ, այն աշխատանքները, որոնք ծավալուն են եղել, տարբեր շահգիր գերատեսչություններից պետք է կարծիքներ հավաքվեր, որպեսզի դա ամփոփվեր, ներկայացնել ժամկետի առումով, կազմակերպչական առումով որոշակի ենթադրենք խնդիրներ եղել են։ Բայց մենք կարծում եմ մեր համար, նաև ձեր համար, նաև մտահոգ հասարակության համար, հանրության շերտերի համար շատ ավելի կարևոր է ընտրական նոր օրենսգրքի նախագծի բովանդակությունը։ Ես արդեն իսկ հայտարարել եմ 3 ասուլիսեր եւ նշել եմ, որ արդեն իսկ քննարկումներ լայն փուլ ենք մտել։ Նաև տեղյակ եմ ձեր հարցազրույցից, շատ ճիշտ եք, պարոն Կարապետյան, իրավացի եք, որ պետք է մասնակցեք, ներկայացնեք ձեր առաջարկները հանրության հետ, մտահոգ եւ այդ աշխատանքները քննարկումները, որը սկսվել է, դուք էլ պետք է մասնակցեք, իսկապես ողջունել է, որովհետեւ այս ճանապարհով է, որ մենք պետք է փորձենք իրականացնենք այն մտահոգությունները կամ այն նպատակները, որը կան, որոնք վերաբերում են լավ ընտրական օրենսգիրք ունենալուն, լավ մեկ բառով ներկայացնել։ Պետք է ասեմ հետեւյալը. մենք իսկապես բազմաթիվ լսումներ, քննարկումներ, աշխատանքային քննարկումներ կազմակերպելու ենք քաղաքացիական հասարակության լայն շերտերի հետ, խորհրդանական քաղաքական ուժերի հետ դա բնական է եւ արտախորհրդանական քաղաքական ուժերի հետ, նաեւ այն կազմակերպությունների հետ, ովքեր իսկապես շահագրգիռ են ունենալու լավ ընտրական օրենսգիրք։ Եկեք ես մեր ունկնդիրների համար առավել հնչեցնենք այն պատճառաբանությունները, որ նախագծի այս ընթացակարգային խախտումների հետ կապված փորձեց կառավարության նիստում ներկայացնել կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը, լսենք նրա ելույթից մի հատված։ Փետրվարի 10-ին հանրապետության նախագահ իր կարգադրությամբ սահմանեց այն ժամկետները, որի ընթացքում պետք է մշակվեն այն օրենքների նախագծերը, որոնք բխում են սահմանադրությունից։ Այս փաթեթի համար սահմանվել էր ժամկետը մարտի 1-ը, ինչը նշանակում էր, որ մենք ունեինք ընդամենը 13 աշխատանքային օր մշակելու այս փաթեթը։ Պետք է նշեմ, որ շատ լարված է աշխատել աշխատանքային խումբը, պարոն վարչապետ, եւ մենք ունենք երկընտրանք, երբ նախագահ ժամկետները սահմանում էր, երկընտրանք առաջին հիմնական ժամանակը քննարկումների համար տրամադրել հենց կառավարությանը, որպեսզի կառավարությունը կազմակերպի ակտիվ քաղաքական քննարկումներ եւ ձևավորի վերջնականին մոտ փաթեթը նախքան ազգային ժողով ուղարկելը եւ երկրորդ տարբերակը հիմնական շեշտադրումը կատարել ազգային ժողովում քաղաքական քննարկումների համար։ Ձեզ այս բացատրությունները համոզեցին, որ ընդամենը 13 աշխատանքային օր կար մշակելու փաթեթը, ուստի դրանով էր պայմանավորված, որ իրենք այսպես շտապ ուղարկեցին եւ այլն, եւ հիմա սպասում են, որ այդ քննարկումները կտեղափոխվեն ազգային ժողով։ Ինձ ավելի շատ հետաքրքրում է բովանդակային, այսինքն իմաստը, արդեն գրանցեցինք, որ ընթացակարգային խախտում է եղել, չեմ ուզում կենտրոնանամ եւ խորանամ այս հարցի շուրջ։ Հիմա ամենակարևորը բովանդակությունն է։ Պարոն Սահակյանն այստեղ նստած ասում է, որ փոխվելու է, ընդունելու են առաջարկություններ, լսելու են, առնվազն քննարկում լինելու։ Լավ, ով է ձեզ խանգարում։ Հենց այս փաստաթղթում արդեն 2 անգամ հրավիրել եք ԵԱԿ-ին։ Այսինքն մեր կազմակերպությանը մենք անդամավճար ենք իրենց վճարում, իրանք խորհրդատվական նաև ուժանդակություն են տալիս մեզ, նախագահի, չգիտեմ, կենտրոնական ընտրական հանձնաժողովի մակարդակով հրավեր ենք հղում, 3 անգամ իրենք անդրադարձել են առանցքային խնդիրներին, ցուցակների հրապարակումը ստորագրված միայն վերջին անգամ, իսկ ցուցակների մաքրման խնդիրը 3, 12, 13 եւ 15 թվական իրանց եկուցներում ասենց հանձնարարականների տեսքով ձեզ ներկայացան։ Ինչն էր ձեզ խանգարում ամիջապես այդ ամբողջը ներկայացնեք ու եթե դուք խոսում եք հասարակության վստահությունը ասենց վերականգնելու այդ հարցերի վերաբերյալ, միանգամից նման փաստաթուղթ ներկայացնեք։ Շնորհակալ եմ։ Եւ ոչ միայն այդ հանձնարարականի հետ կարող եք առհասարակ բովանդակության մասին հրապարակեք, միանգամից անդրադառնամ կամ կարող ենք փուլ առ փուլ քննարկել։
ինձ հետաքրքրում է, այսինքն քաղաքական կամքի դրսևորման փաստը, արդյոք եթե դա կա, եթե դուք տենց բաների մասին եք խոսում, չգիտեմ, հանրապետական ուրիշ ներկայացուցիչների այդ խնդիրների մասին խոսում է, ինչի դա միանգամից չի ներկայացվել։ Լավ, ընթացակարգային խախտում արեցիք, մեջքի հետևից ժողովրդի ներկայացրեցիք, բայց գոնե փաստաթուղթը լավ լիներ։ Ես անընդհատ փորձում եմ չլսելու, տալ, անտեսել ձեր այդ ձևակերպումները, բայց խնդրեմ մի փոքր զգուշ լինեք ձևակերպումների մեջ։ Մենք մեջքի ժողովրդի շատ զգուշ եմ, շատ ավելի կարամ կոշտ ձևակերպեմ, շատ զգուշ եմ։ Վստահ եմ, դուք էլ վստահ եք, որ կոշտ ձևակերպումների դեպքում կոշտ արձագանքը դուք ինքներդ մի քանի անգամ ճաշակել եք։ Հիմա անցնենք բուն բովանդակությանը։ Մեջքի հետևից ինչ որ աշխատանքներ տանելը ես ձեզ գնահատում եմ որպես նաև խելացի եւ կարդալու ունակություն ունեցող անձնավորություն քաղաքականության մեջ։ Իմ մոտ տպավորությունն է, որ մենք ընդունել ենք արդեն ընտրական օրենսգիրքը եւ եկել ենք արդեն խոսում ենք ազգային ժողովի 3 ընթերցում անցած ընտրական օրենսգիրքից եւ հանրապետականի առաջարկությունների մասին ենք խոսում։ Ինչի՞ չեք մտցրել ձեր այս ժողովրդի մենք էլ բարելավ ենք։ Ժողովրդի մեջքի հետևում որևէ մեկը որևէ բան չի արել, ընդամենը ինչպես Տիգին Իսրայելյանը ներկայացրեց, հենքն է պատրաստվել, որպեսզի քննարկման առարկա դառնա եւ փորձենք քննարկել։ Բայց ինչի՞ չեք տեղեկացրել, որ ուղարկել եք Վենետիկի հանձնաժողով։ Եթե ասում եք ժողովրդի մեջքի հետև, ես էլ ասում եմ կոնկրետ ժողովրդի մեջքի հետևն եք արել։ Թույլ կտաք խոսենք։ Խոսեք։ Թույլ տվեք։ Ժպիտը գեղեցկացնում է մարդուն, բայց թույլ տուր խոսենք։ Հատկապես ձեզ։ Շնորհակալ եմ։ Տեսեք, Վենետիկը դուք ինքներդ լավ գիտեք, որ միջազգային նաև կառույցների հետ աշխատանքի երևի թե փորձ ունեք։ Մենք Վենետիկ կարող ենք նախագիծը մի քանի փուլերի ընթացքում ուղարկել։ Այդ թվում նաև դուք այդքան խոսալու փոխարեն կարող եք ձեր մտահոգ հարցերը ձևակերպել։ Խոսալու հետ խնդրում եմ դուք գործ ունեք։ Ես խոսում եմ ինչքան ճիշտ եմ համարում, խնդրում եմ բովանդակային ուղարկեք Վենետիկ եւ այդ Վենետիկը նաև ձեր այն մտահոգությունները, որ ձեր մեջ այդպիսի լարվածություն է մտցրել, նաև պատասխանը տա դուք էլ հրապարակեք շատ ավելի ուղիղ ճանապարհ գնալ։ Մեր իրավունքները մենք շատ գիտենք, դուք միից հարց տվեցի, պատրաստ եք հարցի սախել, ինչ եք բան անում։ Հիմա ասենք հարցին եւ նշեմ հետեւյալը։ Ինչ եք մտցրել։ Կարճ։ Ընթացակարգային խախտումներին էլ անդրադառնամ, անցնեմ հարցին։ Գիտեք, երբեմն բովանդակային առումով եթե բան չունենք ասելու, այդ տեսնում ենք այս ժամկետը 1 օր խախտեցինք, 2 օր եւ այլ, բայց դա թողնենք այն կողմ, հիմա հանրությունը ես վստահ եմ մտահոգ հանրությունը, ինչի է վստահ, որովհետեւ որպես հանձնաժողովի նախագահ բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, որ իսկապես մտահոգ են բովանդակության եւ ընտրական օրենսգրքի բարելավելու, ուղարկել են բազմաթիվ նամակներ առաջարկություններով, որոնք մենք արդեն իսկ ամփոփում ենք։ Ցուցակների մաքրման աշխատանքները, ինչպես նշում եք, Վենետիկը միայն դա չէ, նշեմ մի քանի Վենետիկն է, ԵԱԿ-ԺՄԻԳ-ն է։ ԵԱԿ-ԺՄԻԳ-ն էլ, Վենետիկն էլ լավ փորձագիտական խմբերը, որոնք աշխատել են այս ընտրական process-ների ժամանակ, տարբեր մոտեցումներ են ունեցել եւ դիրքորոշումներ։ Ցուցակների մաքրման հետ կապված, եթե ձեր միտքը մի քիչ բացեք, ինչի նկատի ունեք ցուցակների մաքրումը, աշխատանքները, ես փորձեմ ձեր հետ նաև բանալիջել։ Սիրով, տեսեք, հատկապես 15-ի այսինքն հարակվից հետո հրապարակված զեկույցում հատկապես նշված է, որ բազմաթիվ են խախտումները եւ անվստահությունը ժողովրդի կողմից ցուցակների ուռճացված լինելու, արտասահմանում բնակվող քաղաքացիների ցուցակներում լինելու եւ այդ խնդիրը չարաշահելու հարցերի վերաբերյալ եւ որպես միջոց նրանք առաջարկում են մասնավորապես հանրային քննարկում անել շահագրգիռ կազմակերպությունների հետ եւ ընդառաջել ցուցակների մաքրման նաեւ միջազգային փորձ ունեցող բանին։ Հասկացանք։ Օրինակներին։ Այսինքն այն, որ նախկինում պնդում էիք, նաև ԺՄԿ-ի զեկույցից երևում է, որ մեռած մարդիկ ցուցակներում, չգիտեմ եւ այլ, ես ասեցի դրսում առաջի հերթին, մեռածները ավելի շատ մաքրվել է ի տարբերություն այլ երկրների։ Այդպես է խոստովանում։ Ձեր ազնիվ նաև դիրքորոշման համար։ Հիմա ցուցակների մաքրման, իսկապես ինքը ինձ համար առնվազն հարց է, որը քննարկման առարկա է։ Սա ազնվությամբ եմ ասում։ Մեր հայրենակիցները գտնվում են արտագնա աշխատանքի որոշակի ուրիշ ցուցակով դրեք հիմա բացատրեմ այդ ուրիշ ցուցակի մեխանիզմը երբ որ կքննարկենք կգա եւ կփորձենք բացատրել տարբերակ 1 առաջին
Մեր քաղաքացիները գտնվում են արտագնա աշխատանքի 6 ամիս, 2 տարի, 3 տարի ընդհանրենք հանրապետությունից բացակայել են, վերցնում ենք որոշակի ինչ-որ մի այդ տարիքների ցենս կամ ասենք ժամանակատված, ընդհանրենք 2 տարի եւ ավել գտնվում են արտասահմանում, փորձենք այդ ցուցակները ոնց որ դուք եք առաջարկում, փորձենք ներկայացնել կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրատեղամասերին ընտրություններից 3 օր առաջ դուք ինքներդ քաջատեղյակ եք, ներկայացնում է վերջնական մաքրված ցուցակները։ Հիմա դիցուք ես քաղաքացի մաքրված չեմ, վերջնական կեղտոտ ցուցակն է, ես տենց եմ գնահատում։ Ես չեմ կարող ձեր գնահատականը փոխել։ Դե ճակերտների ազնիվ չէ, ես էլ էսպես եմ գնահատում։ Անցնենք առաջ։ Ինչն է մաքրված, եթե Իակաշմիգը 3 անգամ ասում է, որ անվստահություն կա, բայց ինչ է դուք ասում մաքրված։ Համբուրժող մարդիկ թույլ տվեք ավարտել։ Բայց դուք այն գլխից օգտագործում եք այնպես ձևակերպումներ, որ ասեն շրջանակը բան անեք, շրջանակը բան չէ։ Հիմա այդ քաղաքացին Վլադիմիր Կարապետյանը եկել է եւ ասում է. «Սիրելիս, ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, գնացել եմ 2 տարի հորաքրոջս տողում մոտ աշխատելու, եկել եմ իմ ընտրական իրավունքը, սահմանադրական իրավունքը, փորձում եմ իրացնել»։ Ոնց։ Մեխանիզմն ասեք։ Ասեմ։ Ես պարոն Մանուկյանի հետ, Արամ Մանուկյանի հետ գործողեցի Վրաստան եւ ուսումնասիրեցի այնտեղի փորձը։ Շատ կարճ ներկայացնում հաշվի առնելով, այսինքն հաղորդման Ես կարող եմ ձեզ օգնել։ Խմբեր են ձևավորել, փողոց առ փողոց գնացել են, փորձել են ուսումնասիրել։ Նախ եւ առաջ ոնց են ձևավորել։ Նախագահի հրամանագրով հավասարապես իշխանության, ընդդիմության եւ հասարակության ներկայացուցիչների հանձնաժողով է ձևավորվել եւ մի քանի ամսվա մեջ եւ ամենակարևորը համագործակցելով պետական կառույցների հետ, որոնք գրանցում են, չէ, շատ կարևոր է, վստահել դուք գնաք գրանցեք, ենթադրենք, հիպոթետիկ, մենք պատկերացնենք դուք գնացեք համագործակցությունը շատ կարևոր է պետական կառույցների հետ։ Մենք ձեզ վստահում ենք, գնացեք գրանցեք։ Հիմա այս մարդկանց մենք թույլ ենք տալու։ Այո, պարտադիր, այդ երկրորդ ցուցակն է լինում։ Եկավ, հա։ Թույլ տվեք բացատրեմ դες ընտրություններին 12 թվականին ինչպես է եղել Վրաստանում։ Ցուցակը որտեղ Վրաստանում ապրող քաղաքացիները դրված է եղել հանձնաժողովների անդամների մոտ, որտեղ մարդիկ եկել լրացրել եւ քվեարկել են, եւ մի հատ առանձին ցուցակ է եղել, առանձին սեղան, իրանք ասենց անունը դրել են Կարմիր սեղան, այդ ցուցակում եղել են արտասահմանում կես տարուց ավել ապրող Վրաստանի քաղաքացիները, այսինքն իրավունք ունեցողները քվեարկել, եւ այն անձիկ, որոնք չունեն գրանցում կամ գրանցման հետ կապված ինչ-որ խնդիրներ կան, գիտեք, որ Վրաստանում այդ խնդիրը կա։ Այսինքն իրավունքը պահպանվում է։ Մեր լրացուցիչ ցուցակներն են, այսպես ասենք։ Կարելի է լրացնել էլի մի րոպե։ Տեսեք, հիմա այս նոր համակ շատ կարևոր շեշտադրում է անում, որովհետև մշտապես մեր խնդիրը այդ վստահության հետ կապված։ Մենք այսքան խոսացինք, մոռացանք, որ մեր ձեր եւ մեր, այստեղ մեր, որ ասում եմ, ամբողջական եմ ասում, գեր խնդիրը լինելու այն, որ վստահության մակարդակը բարձրացնենք։ Իսկ մշտապես խնդիրը եղել է լրացուցիչ ցուցակների մեջ։ Դուք ասում եք, այ տեսեք, լրացուցիչ ցուցակները ուռճացնում եք, բերում եք դուք ընդառաջեք այս հարցում ցուցակների մաքրման մեր առաջարկությանը, ընդառաջեք, արեք այն ձևով ոնց որ Վրաստանում են արել, այսինքն հավասար մասնակցության, իշխանության, ընդդիմության, ես հասկանում եմ, որ այդ ձեր մակարդակում չի որոշվելու։ Ես պարզապես ասում եմ կոչ անելով ձեր կուսակցությանը, դա վստահաբար կնպաստի վստահության բարձրացմանը, առնվազն բարձրացմանն է ուղղված էլեկտրոնային համակարգի ներդրումը։ Ես հիշեցնեմ, որ տեղամասում գտնվող հատուկ տեխնիկական մասնագետը գրանցելու են ընտրողներին, ընտրողները կկարողանան գրանցվել թե սովորական անձնագրերով, թե բիոմետրիկ անձնագրերով, թե նույնականացման քարտերով եւ համակարգը ճշտելու է արդյոք քաղաքացին ընդգրկված ընտրողների ցուցակում եւ արդյոք չի քվեարկել։ Տեսեք, այս կապակցությամբ կան անհանգստություններ ընդդիմադիր բազմաթիվ կուսակցությունների կողմից, մեջբերենք մասնավորապես Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանի տեսակետը։ Զրուցել ենք նաև ես ինքս անձամբ Եվրոպական միության դեսպանների հետ, միջազգային տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ, այնպես չի, որ էլեկտրոնային քվեարկությունը հատկապես Հայաստանի տիպի երկրներում ապահովագրում է ընտրական կեղծիքներից։ Շատ դեպքերում այն ավելի ռիսկային է, այնպես որ մենք պետք է կարողանանք ընտրել, այսպես ասեմ, ոսկե միջինը։ Տեսնում եք հիմա այս համակարգը վստահության ընտրական համակարգի նկատմամբ այսպիսի վստահության պայմաններում բավական ռիսկային է դիտվում։ Տեսեք, դա տարօրինակ է, չգիտեմ, երբ որ նույնականացման քարտերի հետ կապված մենք քննարկումներ ենք ծավալում ազգային ժողովում, չկար մի քաղաքական ուժ, մի քաղաքական գործիչ,
ոչ վաղ անցյալում է եղել բոլորիս հիշողությունը այդ հարմար են, որ չեն խոսում, որ պետք է այդ էլեկտրոնային գրանցման այդ տեխնիկական միջոցները հատկացվի, որպեսզի նույնականացվի, որպեսզի կրկնակի այդ քվեարկությունները բացառվի եւ այլ եւ այլ։ Իմ խորին համոզմամբ դա ճիշտ է։ Ինչի, մենք ունենք ընտրությունների 3 փուլ, ընտրությունների գրանցում, քվեարկություն եւ ամփոփում, այսինքն հաշվարկ։ Այն խնդիրը, որ կա, դա կա սկզբնական փուլում կրկնակի քվեարկություն, այլ անձանց փոխարեն քվեարկություն եւ այլ եւ այլ։ Հետեւաբար ես կարծում եմ, որ եթե մենք էլեկտրոնային գրանցման միջոցով բացառում ենք այս խնդիրները, հետեւաբար հետագա ընթացքը շատ ավելի թափանցիկ եւ շատ ավելի ճիշտ է։ Ես ունեմ իմ նկատառումները նախնական են, դեռևս ամփոփված չեն կուսակցությունում, ինչ վերաբերվում է նույնականացման քարտերին եւ բիոմետրիկ անձնագրերին, կարծես թե այս փուլում խնդիրներ չունենք, որովհետեւ ինչպես մեզ բացատրեցինք, կամ ինչպես գրված է օրենսգրքում, լուսանկարը երևալու է ընտրողի եւ դա իսկապես նպաստելու է կրկնակի քվեարկության բացառմանը, բայց երրորդ տարբերակ, այսինքն սովորական անձնագրերով, այստեղ ապահովված չէ հավասարությունը այն փաստաթղթերի հետ միասին եւ լուսանկար չկա։ Եվ այստեղ ես կարծում եմ, որ մենք պետք է մտածենք համատեղ, թերևս, որպեսզի այնպիսի միջոց ընտրենք, որ կամ բնակչությունը ունենա ամբողջությամբ մեկ տարվա մեջ նույնականացման քարտ, ընդ որում ստեղ մեղադրելու բան ունեմ իշխանությանը, որովհետև մեր քարտերը բավական թանկ արժեն, ավելի թանկ, քան մեր բոլոր հարևան պետություններում, եւ եթե հնարավորություն լինի էժանացնել, ավելի մատչելի դարձնել բնակչության համար, ինչ թվում է բնակչությունը ավելի մեծ էնտուզիազմով ձեռք կբերի, կստանա այդ քարտերը։ Ուզում եմ ասեմ, հավասարության նշանը պետք է լինի բոլոր փաստաթղթերը պետք է նույն ձև լուսանկարի հնարավորությունը տան, որ մարդիկ դիտորդները եւ վստահված անձիկ տեսնեն եւ քաղաքացիներն են։ Դա կբարձրացնի իհարկե։ Ես կարծում եմ ամփոփելը հետեւյալն է, այս բոլոր խնդիրները իսկապես քննարկման առարկա են։ Սա կախված չէ միայն քաղաքական որոշումից, չգիտեմ, այս մեխանիզմները ներդնելուց, կապված է նաեւ այն պետական մարմինը, որը պատասխանատու է նաև այս կազմակերպչական աշխատանքների համար, արդյոք կարող են հասցնել, թե չեն կարող եւ ինչ ձևաչափով։ Ես կարծում եմ, մենք գոնե գրանցման փուլում ընտրողի, մենք այն անվստահությունը կամ, չգիտեմ, ենթադրյալ խախտումները կարող ենք չփարատվեց ասածը։ Հա, այդ պետքա քննարկվի։ Եվ կարծում եմ, մենք այս փուլում մենք կբացառենք մոտավորապես զրոյական կհասցնենք կասկածները, որ կլինեն այդ խախտումներ, կրկնակի քվեարկություն, ուրիշի փոխարեն քվեարկություն եւ այլ, այս բոլոր մտահոգությունները կփարատվեն։ Շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Հիշեցնենք, որ Ազատություն ռադիոկայանի տեսակետների խաչմերուկում այսօր հանդիպեցին ՀԱԿ վարչության անդամ Վլադիմիր Կարապետյանը եւ Ազգային ժողովի պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը։ Հաղորդումը վարեց Աննա Իսրայելյանը։